Պարոն Ալեքսանյան, նախ վերջի օրերին մեր տարածաշրջանի իրավիճակի հետ կապված Իսրայել-Իրան, արդյոք կառավարությունում քննարկվել է անվտանգության խորհրդի նիստ տեղի է ունեցել, տեղյակ եք։ Անվտանգության խորհրդի նիստի մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ միանշանակ ասել, որ բոլոր պատկան մարմինները հարցի ուշադրության կենտրոնում են պահում։ Վտանգների առումով որոշակի տեղեկություն ունեք մեր սահմաններին, ինչպիսին է վիճակը, ինչ վտանգներ, սպառնալիքներ կարող է լինել։ Անկեղծ ասած, տեղի ունեցածով պայմանավորված ինչ-որ նոր ակտիվության կամ նոր շարժերի մասին որպես այդպիսին տեղեկատվություն չկա։ Եվ վերադառնալով ներքաղաքական թեմաներին, պարոն Ալեքսանյան, վերջի մի քանի օր է Նիկոլ Փաշինյանը այլևս ակտիվ գրառումներ չի կատարում հոգևորականների, մասնավորապես վեհափառի հետ կապված, ինչով է պայմանը վեհափառը Գարեգին II։ Կտրիչ Ներսիսյանը նկատի ունեք։ Ինչու է, ինչու չի անում, այսինքն պայքարը, չէ, պատերազմը դադարել է։ Ինչ պատերազմ։ Պատերազմ հոգևորականների եւ մասնավորապես վեհափառի դեմ։ Ես պատերազմ արտահայտությունը նախ եւ առաջ չեմ կիսում եւ երկրորդն էլ առհասարակ այդ process-ը, որ իրենից ենթադրում է մեր եկեղեցուն պարկեշտության, իրական աստվածավախության եւ անաղարտության վերականգնում մեր եկեղեցում, այդ process-ը բնականաբար չի դադարել։ Ինչպես է ընթանում, օրինակ, այս փուլում ինչ եք համակարգող խումբ եք ձևավորել էր, որ նման խումբ է ձևավորել։ Եվ կան արդեն մարդիկ տեղյակ եք։ Տեղյակ եմ, որ շատ ու շատ դիմողներ են եղել։ Շատ դիմողներ են եղել, դա տեղյակ եմ։ Այսինքն մարդիկ ուզում են գան այդ համակարգող խմբի անդամ դառնան, որպեսզի պարզեն կուսակրոնության ուխտը խախտել են հոգևորականները, թե ոչ։ Որպեսզի բարձրաստիճան հոգևորականները անցնեն բարեվարկության ստուգում։ Ինչպես է այդ ստուգումը լինելու։ Մի շարք մեխանիզմներով, օրինակ պաշտոնյաները պաշտոնի նշանակվելուց ոնց են անցնում, չէ՞ բարեվարկության ստուգում, ինչ որ մի տենց բան process չի, էլի, ոչ երկրային process չի, շատ երկրային process է, շատ նորմալ, այնտեղ ուղղակի մի բաղադրիչ էլ կա, որ կուսակրոնության փաստն էլ պետք է ստուգվի, դա էլ է հեշտ ստուգել։ Ինչպես անվտանգության ծառայության միջամտություն։ Ես չեմ կարծում, որ անվտանգության ծառայության անհրաժեշտությունը կա այս պարագայում։ Բայց այդ տվյալները որտեղից պետք է լինեն, պարոն Ալեքսյան, օրինակ դուք ինչպես պետք է պարզեք, ենթադրենք Լոռու, Սյունիքի հոգևոր թեմի առաջնորդը, օրինակ։ Ես վստահ եմ, մեր հանրությունը դա անկեղծորեն ամբողջությամբ գիտի էլի։ Անկեղծ եմ ասում, վստահ եմ դուք էլ գիտեք։ Վստահ եմ մեր օպերատորն էլ գիտի։ Օրինակ հրապարակորաթերթը ինչ գիտեր, որ ժամանակին գրել էր Կտրիչ Ներսիսյանի զավակի մասին, նրա բիզնեսն էր այցելել, տեղներ գրել, ամեն ինչը գրել էր։ Անուն ազգանուն նկար էր հրապարակել, ինչ գիտեր, չէ՞ որ արել էր։ Բայց հանրությունը դեռ չի նշանակում, որ գիտի, փաստեր ունի։ Հանրությունը խոսակցությունները գուցե մակարդակում է, այդ խոսակցություններին եք հետևում։ Խոսակցությունների մակարդակում, բայց այդ խոսակցությունները կարելի է ստուգել։ Դե դա եմ ասում, ինչ ձևով կարող։ Չեմ կարող ասել, վստահ եմ, ինչ-որ մի ձևով դա շատ հեշտ կստուգվի։ Համակարգող խմբի առաջի 10 անդամներին Փաշինյանն ասում էր ինքը կընտրի, արդեն ընտրությունը տեղի է ունեցել։ Չեմ կարող ասել, չգիտեմ, տեղեկություն չունեմ անկեղծ ասած։ Օրերս էլի քննարկում էր հայ եկեղեցու ներկայացուցիչների, իրավաբանների եւ նրանք ձեր գործողությունները տեղավորում են հակաիրավական, հակասահմանադրական դաշտում։ Հիվանդ մտքի արգասիկ է դա, ընդհանրապես ուրիշ ոչինչ։ Ինչով է հակաիրավական։ Որ եկեղեցին եւ պետությունը առանձին են կանում։ Բա այդ նույն այդ ձեր նշածները այտենց չէին հիշում, որ առանձին է, երբ որ հակապետական գործընթացներ էին ձեռնարկում օտարերկրյա ըստ իրանց պատմածի էլի օտարերկրյա ուժային կենտրոնների հորդորով Հայաստանում իշխանություն էին փորձում փոխել, այդ չէին հիշում այդ ժամանակ, որ առանձին է եկեղեցին եւ պետությունը, փիլոնները, հակները, որ դուրս էին եկել գառ էին գրկում փողոցներում, չէին հիշում։ Դա ձեր պատասխանն է այդ քաղաքականության։ Չէ, ես ասում եմ, այդ չէին հիշում, որ առանձին է, թե այդ ժամանակ հանդես են եկել որպես քաղաքացիներ։
Հայաստանի Հանրապետության եւ օգտվել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրանց սահմանադրական իրավունքներից։ Այդպես են հանդես եկել, շատ լավ, իսկ ով ասել, որ հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի անդամը չի կարող եկեղեցական process-ներին մասնակից լինել, երբ որ պետական պաշտոնա զբաղեցնում։ Այդ խի այտենց միակողմանի իրանց ընկալման աշխարհը այտենց չի լինում։ Եթե իրանք կարան որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ միաժամանակ որպես հոգեվորական այս կամ այն քաղաքական process-ին մասնակցեն, իսկ եթե ով ասել, որ պետական պաշտոնյան, որը նաեւ հանդիսանում է առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, այդ մարդը չի կարող մասնակցել եկեղեցական process-ներին։ Հիմարություն ավակի։ Իսկն եթե իրենք խառնվել են քաղաքականության, դուք էլ կարող եք եկեղեցու գործերին խառնվել։ Չէ, ես իրենց տրամաբանությունն եմ կասկածի տակ դնում ու ցույց եմ տալի, որ ինչպես եւ շատ հարցերում, այս հարցում էլ իրանք դրսեւորում են երեսպաշտություն, ամենահասարակ երեսպաշտություն։ Մարդիկ, որ ուղակի մի շաբաթ առաջ ամենազզվելի բառապաշարով տենց քաղաքական հայտարարություններ են արել, այսօր տենց օյ չի կարելի խառնվել մեկը մյուսի գործերին։ Երեսպաշտության ամենավառ դրսևորումա որպես այդպեսին։ Ու երեսպաշտ մարդը թե ոնց է ինքն իրան համարում սրբազան կամ հոգևորական, դա էլ չեմ պատկերացնում։ Պարզապես ասում եմ, պարոն Ալեքսյան, դուք մտել եք մի դաշտ, որը նաև բարոյական օրենքների տեսանկյունից է սխալ դիտարկվում, այսինքն անձնական կյանքն է։ Բարոյական օրենքների տեսանկյունից սեփական քեռու կնոջ հետ կենակցելը նորմալ է, նայվում դրա մասին բարձրաձայնելը չէ։ Բայց անուններով ասեք, այդ դուք խոսում եք, բայց որևէ անուն։ Այ որ անուններով խոսեմ, այդ ժամանակ կասեք դուք անձնական դաշտ եք մտնում, բայց իրանք շատ լավ գիտեն ում մասին է խոսքը, կոնկրետ այդ մեկն է գիտի, որ ինքն իր մասին է խոսքը։ Անգիր գիտի ինքը, բայց դա իրան ուստ երևույթին չի կանգնացնում պարբերաբար տենց ինչ-որ հայտարարություններ է անում, շատ տարօրինակ, շատ ծիծաղելի վիճակի մեջ դնելով ինքն իրեն առաջին հերթին իր եկեղեցական գործընկերների կողքին, որովհետև ես վստահեցնում եմ, սա եկեղեցու ներսում էլ բոլորը գիտեն սրա մասին։ Հիմա ինչպես եք պատրաստվում հեռացնել կամ վեհարանից հանել Գարեգին երկրորդին։ Կարծում եմ Կտրիչ Ներսիսյանը այլևս կաթողիկոս չի, այն փաստի բերումով, որ ինքը ունի անհամատեղելիություն, ինքը խախտել է կուսակրոնության ուխտը։ Ու ինքը ինքն իրեն պետքա դուրս գա վեհարանից, որովհետև վեհարանը վեհի տեղն է, ոչ թե ուխտը խախտացի, երթմնա խախտի, երթմնա զանցի, ուխտա դրուժի, վեհարան։ Այս բառը ձեր մոտ ինձ թվում է պետք է ասոցիացիաներ առաջացնի, որոնք ոչ մի պարագայում երթմնազանցության հետ օրինակ նույնական չեն կարող լինել։ Չի գնում, ասում եմ, դա մեր ներքին հարցն է, մենք բոլոր ներքինի մեջ հայ առաքելական եկեղեցու հավատավորները տեղ չունեն։ Այդ հայ առաքելական եկեղեցու հավատավորներն էլ մենակ մոմի փող տալուց են, հա, հավատավոր, թե կնունքի փող տալուց են հավատավոր։ Մնացած հարցերում տենց բան են, հա, չունեն։ Ինչ եք անում, պարոն Ալեքսյան, հատուկ ուժեր եք տարի կենտրոնացնեք, ինչ եք անում։ Կներեք, էլի դա ինչ որ Մարդը չի գնում, ասա Չէ, դա հեքիաթների ժանրից է, որը փորձում են sense տարածել ինչ որ անմեղ սունակ դեմքերով, տենց չգիտեմ ինչեր էլի, sense որ նայում ես դեմքին անմեղ սունակ է գրած ճակատին այդ մարդը ասում է։ Ուժեր են հա բերելու, էս են անելու, բախումներ ա լինելու, անմեղ սունակ։ Անմեղ սունակություն է ուղղակի այդ բնդումները ոչ։ Կտրիչ Ներսիսյանը հենց ինքը իր ոտքով շատ հաշտ ու համերաշխ այդ մտքի դուրս է գալու եւ գնալու է իր քաղաքացիական կյանքով ապրելու, վայելելով անձնական կյանքի գաղտնիության մասին իր սահմանադրական իրավունքը եւ մնացած այլ արտոնություններ ու բաներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է տահատեսակ քաղաքացիների։ Կոմպրոմատներ եք նրան ներկայացնելու։ Փաստեր, որ չգիտեմ, Դա կոմպրոմատ չի, ժողովուրդ ջան, եթե խոսակցությունը հրապարակային է, դա կոմպրոմատ չի։ Հրապարակային խոսակցության մեջ կոմպրոմատը ո՞րն է։ Կունենաք երևի փաստեր, որ կներկայացնեք։ Օգտագործում է օրինակ ինչ որ կուլիսային բաներում, երբ որ հանրայնացնելու սպառնալիքով ի դեպ։ Տեսեք, Փաշինյանն ասում է, ես փաստեր ունեմ։ Այդ փաստերի մասին է խոսքը։ Փաստերը դուք էլ ունեք, էլի։ Անկեղծ։ Դե չէ լավ, հիմա մենք կարանք էլի շարունակ մեզ ձևացնենք, թե իբր դուք դրան չեք հավատում, չգիտեմ, այս մեկը չի հավատում, ինչ, բոլորը դրան հավատում են, բոլորը գիտեն, որ դա ճշմարտություն է, բոլորը գիտեն, որ դա նորմալ չի։ Հիմա եկեք ձևացնենք, հա։ Այդ ձևացնելուց եթե ինչ-որ բան կփոխվի, չգիտեմ։ Ինչ-որ մեկը մտածել է առհասարակ, թե այդ փաստը օրինակ, առհասարակ որոշ եկեղեցականների պահվածքը, ինչքանով է վատ ազդել հայ առաքելական եկեղեցու, այսպես ասած,
հավատավորների եկեղեցուց հեռանալու վրա։ Ինչքանով է ազդել, օրինակ այս փաստը կա։ Դες բարբերաբար ասում են, չէ, այլ կրոնական կազմակերպություններ կան, ծաղկում, բարգավաճում, բան, այդ ինչով է պայմանավորված։ Չէ, կարծում եք է դրանով պայմանավորված։ Սակրանության ուխտը խախտելով է աղանդավորությունը։ Նաև այդ ժողովուրդյան, եթե դա խաբեբայություն է, կանգնել հայտարարել, որ դու կուսակրոն ես, երթում ուտել Աստծո առաջ ու եկեղեցու առաջ ու դա խախտել, դա ստախոսություն է, դա սուտասանություն է, դա վատ վարքագիծ է։ Ըստ ձեզ մարդը չի վանվում, երբ որ դա տենում է։ Տեսեք, իշխանությունը իր նախընտրական խոստումները չի կատարել, ծրագրերի հետ կապված նախընտրական ծրագիր։ Օրինակ հադրութի դեօկուպացիա խոստացել արեցիք, պարոն Ալեքսանյան։ Դե ես Այդ խոստումը եթե ձեզ ներվում է, ինչու նրանց Ինչ կներեք էլի մի վարքան։ Այդ որ այդ օրինակները բերում եք հազար ներողություն, բայց ակնհայտ է, չէ՞ որ այդ խոստումը տալուց էլ ամեն ինչ չի որ մեզնից է կախված եղել եւ բնականաբար Սամվել Շահրամանյանը Լեռնային Ղարաբաղի լուծարումը ստորագրելուց հետո ես կարծում եմ հարցի հիշատակումը ինքնին աննորմալ է։ Գնացեք Սամվել Շահրամանյանին հարցրեք, թե ինչի ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարումը, հետո նոր եկեք մեզ ասեք, թե ինչ ստորագրել դուք կգնայիք դեօկուպացիա ճանապարհով հադրութի։ Աստված գիտի, թե ինչ տեղի կունենար, եթե չստորագրեր պարոն Շահրամանյանը։ Բայց այդ հարցը այլևս ակտուալ չի, առնվազն այն պարզ պատճառով, որտեղ Լեռնային Ղարաբաղը լուծարվել է Սամվել Շահրամանյանի հրամանով, որը եթե հանկարծ ինչ-որ պահի մոռացել եք, հանդիսանում է Սերժա Քոչարյանական այդ ուժերի շարունակությունը Լեռնային Սերժա Քոչարյանադաշնակցական ուժերի շարունակությունը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության այդ խորհուրդ կոչվածը նստել են դաշնակցական տենց քոչայանական սերժական դեմքերով որոշել են որ հա պետք է ստորագրեն լուծարեն Լեռնային Ղարաբաղը մայլ գան մեզ ասեն բա ձեր նախընտրական խոստումը գեն որ գնացեք կպեք ձեր գործին տիկնայք եւ պարոնայք Միջալոց Շահրամանյանը այլևս Արցախի նախագահ չի եւ ասում են այդ ինձ թվում է այն փաստի բերումը որ լուծարման հրամանագիր էր ստորագրել արդեն իսկ նախագահ չէր Տենց ինձ թվում է լոգիկան դա է հուշում մնացածը կներեք էլի այդ բանի ժանրից է էլի որ Բայց եկեք մենք մեզ ձև տանք, թե բան չի եղել, տենց գուցե տենց կաշխատի չէ։ Դե ամեն դեպքում ինստիտուտը այստեղ գործում էր նախագահի։ Ինչ էր գործում, էլի մի հատ կասեք, ինչն էր գործում։ Ինչով էր գործում, ինչ էր գործում։ Արցախի նախագահը ո՞նց էր գործում։ Որ շենքում ինչ-որ մի շենքում ինչ-որ մեկը նստում է, դրանով ինստիտուտը գործում է, ինչ էր անում։ Բայց եթե այդքան խնդրահարույց չէր, ինչու, այսինքն եթե չկար Արցախի ներկայացությունը, չկար նախագահը, ինչու օրինակ իշխանության ջանքերով այդպիսի տեղեկատվություն կամ մամուլում, իշխանության ջանքերով օրինակ Արցախի նախագահան չթողեցիք։ Ես այնքան հետաքրքիր է նախորդ խոսակցության ժամանակ մի անգամ չասեցիք, օրինակ մամուլի տեղեկատվությամբ Կտրիչ Ներսիսյանը ունի այս զավակը, որը զբաղվում է այս գործով, հիմա բայց մամուլում տեղեկատվություն կա, որ իշխանության ջանքերով Կներեք Դե հիմա ինչ կարևոր է ում ջանք Ընդհանրապես կարևոր չի ում ջանքերով կներեք բայց բուտաֆորիաները ու առհասարակ մնացածը Հայաստանի Հանրապետությունում կարա լինի մի նախագահ Հայաստանի Հանրապետության նախագահ Մեկ ազգային ժողով այս ազգային ժողովը որտեղ մենք հիմա հայ հարցազրույցն ենք անում Այդ ինչն է տեղ անհասկանալի Այդ կամ տենց բան են անում էլի տենց ինչ անում այնտեղ նախկին падգամավորները բան Մենք Բան, տենց տարատեսակ տեքստեր են բարբերաբար ասում, պատգամավոր ենք, դեռ պաշտոնյա ենք, պատգամավոր եք, պաշտոնյա եք, գնացեք Լեռնային Ղարաբաղից դե բռնի տեղահանվածների հարցերը լուծեք, այդ մարդկանց սոցիալական խնդիրները ու մնացածը լուծեք, բախի չեք լուծում։ Բա ինչ, բա այդ ոնց է տենց ելնում, որ, բա ոնց կլինի դուք համ նախագահ լինեք, համ պատգամավորը լինեք, համ նախարարը լինեք, տո պետնախարարը լինեք, տո չգիտեմ ինչ լինեք, բայց գաք միտինգ արեք, ասեք Հայաստան Այս մարդկանց հարցը լուծի, տուն տու, օգնություն տու, այս արային, բա գնացեք լուծեք։ Բա կամ չհասկացա, կամ առհասարակ ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի իշխանություն եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է այս աներ, այն աներ, բա դուք ինչի համալեք։ Կամ ձեզ ուրեմն դուք ինքներդ ի սկզբանե չեք ճանաչել որպես հանրապետություն, որ մի հատ է մեզ մեղադրում եք, կամ տենց ձեզ թվացել է, թե դուք պետքա տենց ձեզ ձև տագյանի դուք կառավարություն եք, իշխանություն եք, էս եք, այն եք, Հայաստանից է պահանջներ ներկայացնել։
Այդ ամենին կամ մի պարզ բացատրություն, պարոն Ալեքսանյան, դուք Արցախի էջը փակել եք, նույնիսկ շարժման էջն եք փակել, իսկ իրենք փորձում են ինստիտուտներով պահել դեռևս Արցախ վերադառնալու եւ փորձող պահողները չեն ստորագրել լուծարման հրամանագիրը կներեք։ Այդ մենք փակողն ենք, որ ստորագրել ենք նոյեմբերի 9-ը, որին Երանի են տալի այս քանի տարի է, իրանք պահողն են, որ ստորագրել են լուծարման հրամանագիրը։ Այդ ֆանտազիան вообще ոնց է աշխատում, այդ ինչ ծուռ հայլիների թագավորություն ենք մտել, որ մենք էլ խաբար չենք։ Այսինքն մարդիկ գնան ստորագրեն, որ լուծարվում է Լեռնային Ղարաբաղը, բայց կան մեզ ասեն, բան, հա, տենց դուք փագեցիք էջը։ 10 օրվա իշխանությունը չէր կարող իր քաղաքականությամբ լուծարել Արցախը, պարոն Ալեքսանյան։ Էդ էլ մի ուրիշ միֆ է, որն էր 10 օրվա։ Արկադի Ղուկասյաններ, Բակոներ, ով էր 10 օրվա էլի։ Դաշնակցություններ, ով էր 10 օրվա։ Այդ ձեզ իրոք թվում է, տենց Սամվել Շարամանյանը, տենց 10 օրվա ընդամենը օթից եկած մարդ, հա։ Այդ հիմա մենք մեզ ենք էլի շարունակում խաբել։ Բակո Սահակյանը տես 10 օրվա էր, Արկադի Ղուկասյանն էր 10 օրվա, դաշնակցություններ 10 օրվա։ Նկարները կա, վիդեոները կա, անվտանգության խորհրդի իրանց նիստեր, դերեք նայեք ովքեր են նստած։ Միացրեք նայեք այդ նկարները, տեսեք այնտեղ 10 օրվա մարդ դուք տենում եք, 10 օրվա իշխանություն։ Լավ է։ Եվ մի հստակեցում, պարոն Ալեքսանյան, վերջինորեն շատ է քննարկում Նիկոլ Փաշինյանը Թուրքիա գնալու է եւ ինչ օրակարգով է գնալու, արդեն քննարկվել է։ Անկեղծ չեմ տիրապետում, անկեղծ չգիտեմ, չեմ քննարկել այդ հարցը, ես անձամբ տեղյակ չեմ։ Տեսեք, գիտեք, ինչի է նաև այդ հարցը քննարկվում եւ օրակարգային, որովհետեւ ասում են, որ հերթական անգամ Թուրքիայում ընդդիմադիր շրջանակները կանխատեսում են, որ հերթական պահանջը կդրվի Հայաստանի առաջ, նույն օրինակ Սյունիքով ճանապարհ տալու կամ ինչպես իրենք են ասում, միջանցք տալու հետ կապված։ Այդ իրանց երազանքն է այդ ընդդիմադիր շրջանակների միջանցքը, այդ իրանք են Շարմազանովը չէր ասում միջանցք տվեք։ Այդ ձեր ասած շրջանակների երազանքն է միջանցք տալը։ Այդ նկատի ունեն իրանց պահանջները պետք է դեղից հնչեն, եսի։ Մենք միանշանակ ասել ենք միջանցքը մեր համար կարմիր գիծ է, բայց խաղաղության խաչմերուկ ծրագիրը ու առհասարակ Հայաստանի ինքնիշխանության ու Հայաստանի Հանրապետության օրենքների հարգմամբ ճանապարհը մեզ համար շատ ընդունելի տարբերակ է եւ մենք միանշանակ կողմ ենք դրան։ Ճանապարհին, բայց ոչ միջանցքի։ Ասում են նաև, որ Թուրքիայի նախագահի կողմից Փաշինյանը նաև աջակցություն կստանա երկրում Հայաստանում իշխանություն պահելու համար։ Այդպիսի տեսակետ կա։ Դե անմեղսունակ են այդ մարդիկ, անկեղծ է, անհույս է արդեն, ինչ ասեմ։ Բան է, այդ մարդկանց ես կարծում եմ, անկեղծ է, մի անգամ էլ եմ ասել, ես պնդում եմ, որ մենք այս 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին պետք է ավելացնենք 100 հոգեբուժարան ծրագիրը։ Պետքա ծրագիրը լինի սենց պետական 300 դպրոց, 500 մանկապարտեզ եւ 100 հոգեբուժարան այս մարդկանց տեղավորելու համար։ Այդ իրանք է, որ գնում են ինչ որ օտարերկրյա հատուկ ծառայությունների մայորներից աջակցություն են ստանում, գիտեմ, всё, իրանց հարցերը լուծված է, արդեն սենց վարչապետից 5 պակաս դեմքով քայլում են, գնում ընտրություններին 4% են հավաքում։ Մենք Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուր դիտարկում եւ միշտ դիտարկելու միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այդ դաբրոներով ու տարատեսակ այլ բաներով տենց աշխատողները իրանք են, բայց մեն էլ իրանց մակարդակը այնքան է, որ նորից եմ ասում, օտարերկրյա ուժային ծառայությունների մայորներից է իրանց ստացած դաբրոն, իրանց ամբողջ կյանքում եղել ու մնում։ Ու էլի այդ մայորներին տենալուց իրանք միանշանակ սենց շատ թռած կերպով սենց ոտի են կանգնում ու գլխարկով կամ առանց գլխարկի պատվի են առնում սլուշի ու տավարիշ մայոր դեմքի արտահայտությամբ։ Դուք արտաքին որևէ հովանավորներ չունեք։ Դե ձեռ եք առնում, լավ։ Չէ, ձեռ եք առնում անկեղծի մոտ տպավորությունն է, որտեղ այդ լուրջ հարց չի։ Չունեք։ Դա լուրջ հարց չի առհասարակ։ Ինչ է նշանակում արտաքին հովանավոր։ Դե ասում են դուք եւս ունեք արտաքին օրակարգմուտքից որոշակի նաեւ ինչպես միշտ թուրք-ադրբեջանական հովանավոր։ Ով է ասում թուրք-ադրբեջան։ Ով էլի, ով ընդդիմադիր, ով, ասենք Ռոբերտ Քոչարյանն է ասում, հա, Ռոբերտ Քոչարյանն Հեյդար Ալիևի բանով երաշխավորագրով կոմունիստական կուսակցություն մտած Ռոբերտ Քոչարյանն է մեզ ասում Ադրբեջանից հովանավորչություն։ Ասեք բարի ուղիղ իմաստով հովանավորչություն ու երաշխավորություն է ունեցել մարդը Հեյդար Ալիևից։ Այդ մարդը մեզ ասում է ադրբեջանական հովանավորչություն։ Լուրջ եք ասում, հա։
Ձեր քայլերը ասում են ավելի շատ է հուշում, որ Որ քայլերը։ Որ քայլերը։ որ Էրդողանի գիրքը գրկած Ինչ Փաշինյան գիրքը գրկած։ չեք հիշում, որ գնացել էր Էրդողանի գիրքը վերցրել։ Եվ բա որ գիրքեր տալ ինչ պետք է աներ։ Գիրքը ինչ աներ, շպրտեր, հա։ Տենց հայրենասիրական ոճով գիրքը շպրտեր, հա, ինչ պետք է աներ գիրքը վարչապետը։ Լավ արել վերցրել է Էրդողանի գիրքը, հա։ Վերցրել, բայց արդյոք Վերցրելա, ինչ արդյունքում։ Չէ, եկեք դուք ինձ պատասխանեք հետեւյալ հարցին։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում դարել է Հայաստանի Հանրապետության նախագահ, այդ պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների միջև տարբերությունը գիտեք ինչքան է եղել։ Իսկ գիտեք, երբ որ Ռոբերտ Քոչարյանը դադարել է լինել նախագահի օրվա դրությամբ ռազմական բյուջեների տարբերությունը ինչքան է եղել։ Այս երկու հարցի պատասխանը իմացեք ու մի հատ հասկացեք, էլի Ռոբերտ Քոչարյանը ինքը առհասարակ կարա ինչ որ մեկին էս տիեզերքում մեղադրի ավելի տենց Ադրբեջանի շահերից բխած ինչ որ մի բան անելու համար։ Եթե ռազմական տարբերության մասին եք խոսում, 10 տարի պատերազմ չի եղել իր կառավարման շրջանում, պարոն Ալեքսանյան, թող այդ Բայակի չի եղել, որը ոնց մանիպուլյացիա։ Բա եթե իր մեկնարկային կետը եղել այն, որ ռազմական բյուջեները հավասար են։ Եթե այդ է եղել իր մեկնարկային կետը, բա Ադրբեջանը պետք է իր ռազմական բալանսը մեծացնել, որ պատերազմի տաներ։ Բա կարող է պետք է բան անել հավասար պայմաններում պատերազմի գնար, իհարկե ոչ։ Այդպես Ռոբերտ Քոչարյանացուներ էին իրան պետք Հայաստանում, որ Հայաստանը ներքև գնար, իր բյուջեն բարձրանար, որ ինքը կարողանար արդեն ուժերի, հարուստի, ավելի շատ փող ծախսածի դիրքերից պատերազմի գնար։ Բայց այս մի երկու հատ Ռոբերտ Քոչարյանն էլ ընդեղ ելներ, ակնհայտ է, որ Հայաստանի համար էլ կյանքը շատ ուրախ կլներ։ Եթե Ադրբեջանում մի երկու հատ Ռոբերտ Քոչարյանը լիներ, որ տենց նախագահությունը ստանձներ ռազմական սենց բալանսով ու հանձներ սենց բալանսով, ֆանտաստիկ կլներ։ Ոնց անենք Ռոբերտ Քոչարյանին տանենք Ադրբեջանի նախագահ օրինակ։ 20 տարի հետո Քոչարյանի իշխանությունից նոր Ադրբեջանը հասկացավ, որ այդ զինամթերքը կարող է օգտագործել եւ պատերազմում հաղթել։ 20 տարի հետո։ Քան տարի հետո։ Բա 8 տարի հետո ապրիլյան պատերազմը չեղավ։ Կամ 14 թվականից սկսած էսկալացիաները չեղան։ Մասշտաբի չէ, բայց ակնհայտ է, որ էսկալացիայի սանդղակով աճում էր գործողությունները, այդպես բան չէր։ Ու եկավ ամենամասշտաբայինը ձեր քաղաքականության հետևանքով եղավ։ Որ քաղաքականության հետևանքով եղավ։ Որ ասում եք Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց ստացվեց Արցախը Հայաստան է եւ վերջ, դրա համար հիմա եք մեղադրում։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար մեղադրում եք, ինչով սադրեց, լուրջ եք ասում։ Հա, բա 16 թվականին էլ մենք սադրեցինք։ Բա այդ ոնց եղավ որ տենց 16 թվականին էլ մենք սադրեցինք այդ պատերազմը։ Սադրեցին արտահայտությամբ պատերազմը, շատ ֆանտաստիկ է, ուղղակի։ Իսկ իրանց 30 տարվա քաղաքականությունը չէր սադրել, տենց այդ մի արտահայտությունը սադրեց էլի։ Խեղճ չլինենք մենք։ Դե լավ, դե դա անլուրջ է, էլի, անկեղծ եմ ասում, ես գիտեմ, որ դուք էլ դրան չեք հավատում, որովհետև դա դրան անհնար է ուղղակի ֆիզիկապես հավատալ, անհնար է լինել բանական մարդ, տրամաբանող մարդ ու իրապես հավատալ, որ Ադրբեջանը ճիշտ է, դե մի 5 միլիարդի զենք Ռուսաստանից էր առել, այնտեղ չգիտեմ, 1 միլիարդի Ադրբեջանից էր առել, 200-300 միլիոնի Թուրքիայից էր առել ու տենց սպասում էր Հայաստանը ինչ արտահայտություն։ Չէր ուզում պատերազմ սկսել, մտքում չկար, չէր էլ պատկերացնում, որ կարելի է պատերազմ սկսել, մեկ էլ արտահայտությունը լսեց, այ որ էս արտահայտությունը արեցին, դե սպասեք, ես առածս 10 միլիարդի զենքով հարձակ։ Էտա այդ ասած լոգիկան։ Հիմա եթե կա բանական մարդ, որ սա տրամաբանական է համարում, սա նորմալ է համարում, ուրեմն հա։ Բայց ես վստահ եմ, որ չկա նման մարդ։